Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 18։ Այլ մոտեցել եք Սիոն Սարին և կենդանի Աստծո քաղաքին, երկնավոր Երուսաղեմին և բյուրավոր հրեշտակներին։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 22-րդ խոսք։ Եկեղեցին համեմատվում է քաղաքի հետ, և յուրաքանչյուր դարձի եկած մեղավոր դրա մի մասն է։ Այն նաև համեմատվում է տան հետ, և յուրաքանչյուր դարձի եկած մեղավոր այս ընտանիքի անդամն է, ծառա և զավակ Աստծո տանը։ Եկեղեցին նաև համեմատվում է Քրիստոսի ուսմունքների վրա հիմնված շինության հետ, որը փոխանցվել է հին կտակարանի մարգարեների և նոր կտակարանի առաքյալների կողմից։ Աստված այժմ բնակվում է բոլոր հավատացյալների մեջ։ Նրանք դառնում են Աստծո տաճար Սուրբ Հոգու ներգործության միջոցով։ Քննենք ինքներս մեզ. արդյոք մեր հույսը Քրիստոսին է ուղղված համաձայն նրա խոսքի ուսմունքի։ Արդյոք մենք նվիրվել ենք Աստծուն նրա միջոցով որպես սուրբ տաճարներ։ Արդյոք մենք Աստծո բնակավայրն ենք Սուրբ Հոգով։ Արդյոք մենք հոգևոր մտածելակերպ ունենք և արդյոք կրում ենք հոգու պտուղները։ Ուրեմն զգույշ լինենք, որ չվշտացնենք Սուրբ Մխիթարիչին։ Ձգտենք նրա ողորմած ներկայությանը և նրա ազդեցությանը մեր սրտերում։ Ձգտենք կատարել մեզ վստահված պարտականությունները Աստծո փառքի համար։ Բոլոր հավատացյալները, միավորվելով Քրիստոսի հետ հավատքով և միմյանց հետ քրիստոնեական սիրով, կառուցվում են որպես սուրբ տաճար, դառնալով սրբազան համայնք, որտեղ սերտ հաղորդակցություն կա Աստծո և նրա ժողովրդի միջև, ինչպես տաճարում։ Նրանք երկրպագում և ծառայում են նրան, և նա էլ իրեն է հայտնում նրանց։ Նրանք հոգևոր զոհաբերություններ են մատուցում Աստծուն, և նա էլ լցնում է նրանց իր օրհնությունների և ողորմածության շնորհներով։